ցեղասպանության ուրացման մեջ իշխանությանը մեղադրում են այն ուժերը, օրինակ հայ հեղափոխական դաշնակցությունը, ովքեր դեռևս 1915-ից առաջ եւ դրանից շատ կարճ ժամանակ հետո շատ ջերմ մտերմիկ հարաբերությունների մեջ են եղել, քաղաքական առևտրի մեջ են եղել նույն Թուրքիայի իշխանությունների հետ։ Իսկ այսօր մոտ 110 տարի անց նույն հայ հեղափոխական դաշնակցությունը մեզ փորձում է մեղադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Ցեղասպանության ուրացման հարցում մեզ փորձում է մեղադրել մի ուժ, խոսքը հանրապետական կուսակցության մասին է, որի ղեկավարի կառավարման տարիներին, երբ Թուրքիայի հետ ֆուտբոլային դիվանագիտության զարգացման ուղղությամբ մեծ քայլեր էր կատարվում, օրինակ Թուրքիայի նախագահի այցի ժամանակ 2014 թվականին էր կարծեմ, անջատեցին Ծիծեռնակաբերդի հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի լույսերը։ Հիմա ով է ուրանում ցեղասպանությունը, ով է երկրորդային պլան մղում ցեղասպանության ճանաչման հարցը, ով է ոչ առաջնահերթ համարում ցեղասպանության հարցը։ Այսինքն մեզ փորձում են կեղծ մեղադրանքներ առաջադրել այն ուժերը, որոնք փաստացի հենց իրենք են այդ հարցում մեղավոր։